պաշտել Աստծուն հոգով ու ճշմարտությամբ, ինչ է նշանակում սիրելիներ։ Երբ որ նոր է եկեղեցի այցելում, մտածում էի, որ փառաբանությունը դա արագ երգել երգերն է, իսկ երկրպագությունը դա դանդաղ երգելն է։ Հետո հասկացա, որ չէ, սիրելիներս, այդքան է տենց չի, մենք Աստծուն պաշտում ենք մեր կյանքերով, ամեն, ոչ թե եկեղեցում մենակ դանդաղ երգելով, դա ուղղակի մեր բառերը արտահայտում են, թե մենք ինչքան իրան սիրում ենք, բայց մենք սիրում ենք Աստծուն ամեն օր, սիրում ենք Աստծուն մեր նեղության օրերին և մեր լայն օրերին, չէ, ընտանիքներում և պաշտել Աստծուն, դա ամեն օրվա գործ է, ամեն, կիրակնօրյա դանդաղ երգերը երգելը չի, սիրելիներս։ Եկեք բացենք Հռոմեացիների 12-րդ գլխի 1 համարից, որտեղ Պողոս առաքյալը ասում է ինչ է նշանակում հոգով պաշտել Աստծուն։ Եկեք բոլորս բացենք, քույրս գցում է Հռոմեացիների 12-րդ գլխի 1 համարից։ Արդ աղաչում եմ ձեզ, եղբայրներ և քույրեր, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի պատարագ, զոհ ներկայացնեք, պատարագը դա զոհն է, զոհաբերությունը, ձեր մարմինները կենդանի, սուրբ, Աստծուն ընդունելի պատարագ ներկայացնեք, որն է ձեր բանավոր պաշտոնը։ Այլ խոսքերով ասում է, ձեր մարմինները, մարմնի անդամները ներկայացնեք Աստծուն որպես զոհ, որն է ձեր հոգևոր պաշտոնը։ Այլ թարգմանության մեջ գրված է, որն է ձեր ճշմարիտ երկրպագությունը Աստծուն։ Ներկայացնեք ձեր անձերը կենդանի Աստծուն որպես զոհ, և դա դառնում է ճշմարիտ երկրպագություն Աստծուն։ Որպեսզի ավելի լավ հասկանանք, սիրելիներս, այնքան հեշտ է ասել, Տեր, ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Տեր, ամեն բան քեզ եմ տալի, բայց ես հիմա ուզում եմ մենք մի քիչ փակագծերը բացենք, լավ, սիրելիներս։ Ղևտացիների թուղթը հին ուխտում, եթե դուք կարդացել եք, ասեք շատ բարդ թուղթ է։ Այնտեղ խոսվում է 5 տեսակի զոհերի մասին, որոնցից 3-ը կամավոր զոհեր էին և 2-ը պարտադիր զոհեր էին։ Դուք գիտեք, որ հին ուխտը պատմում է մեր Տեր Հիսուսի մասին, չէ՞։ Ամեն բան ինչ որ գրված է հին ուխտում, անգամ Ղևտացիների թղթի զոհերը պատմում է ինչպիսին է եղել մեր Տեր Հիսուսը։ Ամեն։ Ուրեմն այնտեղ կար ողջակեզի զոհ, կամավոր զոհ էր, որը ամբողջությամբ պատմում է ինչպես Հիսուս Քրիստոսը նվիրված էր Աստծուն։ Այնտեղ կար հացի ընծայի զոհ, այն պատմում է ինչպես Հիսուս Քրիստոսը անարատ ու սուրբ կյանքով, սուրբ հոգուց կախված ապրում էր հոր առաջ։ Այնտեղ կա խաղաղության զոհ, Ղևտացիների թղթում, այն պատմում է Հիսուսը ինչպես խաղաղություն արեց մեր հետ։ Այնտեղ կա մեղքի զոհ, այն պատմում է ինչպես Քրիստոսը մեր մեղքերի համար զոհաբերվեց։ Եվ այնտեղ կա նաև պարտքի զոհ, այն պատմում է թե Քրիստոսը ինչպես վճարեց մեր ամենի պարտքերը, չէ՞ սիրելիներս։ Բայց ողջակեզի զոհի վրա եմ ուզում կենտրոնանամ, որը հենց գրված է Ղևտացիների 1 գլխում, եթե կարողանանք գնանք։ Ես մի քիչ կպատմեմ, որովհետև ինքը շատ բարդ գիրք է, գիտեք, Ղևտացիները օրենքներ ու կանոններ են, բայց հետաքրքիր է, սա կամավոր զոհ էր, կամավոր, ստիպողական չէր։ Աստված ասում էր կամավոր բեր քո զոհը, մեկին ասում էր բեր աղավնի, այսինքն ասում էր բեր ինչ որ կարող ես, աղքատը բերում էր աղավնի, մի քիչ հարուստը բերում էր իր ոչխարը, մեկը բերում էր արջառը, ամեն մարդ իր կարողության համեմատ։ Եվ այդ զոհը պետք է անուշ բուրմունք դառնար Աստծո համար, սիրելիներս։ Բայց հետաքրքիր մի բան կա, եթե դուք ուշադիր կարդացել եք, գրված է Ղևտացիների 1-ի 6-րդ համարում։ Ես ձեզ կպատմեմ, գրված է այդ զոհը, որ բերում է Սյուզան, հա, գրված է կտոր արա, այսինքն այդ գառը, որ բերում էին, մինչև որ դրվեր զոհասեղանի վրա,
ասում էր կտոր արա, հետո դրեք սողասեղանի վրա եւ պետքա կրակը գար ու այրվեր մինչև վերջ ու այդ բուրմունքը բարձրանար։ Ու ես շատ եմ մտածել, ինչի համար կտոր, Տեր։ Մեկը վառվելու էր, էլի, զոհեր պետք է վառվեր, բայց ընդ գրված է, չէ, կտոր արա։ Ու Սուրբ Հոգին ինձ մի բան ասեց։ Գիտես, այնքան հեշտ է ասել, ես իմ կյանքը քեզ եմ տալի Հիսուս, բայց հիմա արի կտոր անենք մեր ամեն կյանքի մասնիկները։ Ես իմ ժամանակը, գուցե ժամանակի մի մասը տալիս եմ։ Ես իմ աչքերը, Պողոսն ասում էր, մեր մարմնի անդամները կենթանի զոհ մատուցան ենք Աստծուն։ Իմ աչքերը, կարանք մենք ասենք, իմ աչքերը, Տեր, քեզ է պատկանում, իմ աչքերը ուրիշ ոչ մի բան չի նայի, մենակ իմ հայացքը քո վրա կլինի։ Թող իմ աչքերը կենթանի զոհ լինի քեզ, Տեր։ Թող ես այս աչքերը, երբ որ մարդկանց նայի, այն դառնա քո աչքերը ու օգնի տեսնելու նեղվածին, անկածին, ես իմ աչքերը զոհաբերում եմ քեզ։ Կարանք ասենք, սիրելիներս, ասում էր կտոր արա։ Իսկ ինչա վերաբերվում մեր լեզուն, օրինակ, սիրելիներ ջան։ Մեր լեզուն, այսօր ապաշխարում ենք, Տեր, ների, որ ես տրտնջացող լեզու ունեմ, բողոքող լեզու ունեմ, Տեր, ների, որ ես սուր լեզու ունեմ, Տեր, ների, որ ես բժշկող լեզու չունեմ, Տեր, ների, որ ես համբերատար լեզու չունեմ, իմ ընտանիքում, իմ երեխեքի հետ, իմ ամուսնու հետ, իմ կնոջ հետ։ Այսօր իմ լեզուն բերում եմ որպես կենթանի զոհ քեզ, որը ճշմարիտ երկրպագությունը Աստծուն։ Իմ ականջները, Տեր, ինչ է լսում իմ ականջները, Պողոսն ասում է, ձեր մարմնի անդամները կտոր արեք ու բերեք որպես կենթանի զոհ Աստծուն, որն է ճշմարիտ երկրպագությունը Աստծուն։ Իմ ականջները ինչ է լսում, ինչ է լսում քո ականջները, սիրելիներս, ինչ է խոսում քո լեզուն, արդյոք քո լեզուն ապրեցնող է, թե սուր է, ծակող է։ Մենք կարանք այս նույն լեզվով այսօր երկրպագության երգեր երգենք, բայց հետո մեր տանը նեղացնենք մեր կնոջը, մեր ամուսնուն ցավացնենք, ուրիշից չարախոսենք, կամ կարանք ապրեցնենք։ Չէ, սիրելիներս, Աստված ասում է կտոր արա, որ ընդունեմ քո զոհը, որ ընդունեմ քո ճշմարիտ երկրպագությունը, որ ընդունեմ, որ անուշ բուրմունք կա, որ ճշմարիտ պատարակ լինի։ Մեր ձեռքերը, ինչով է զբաղվում մեր ձեռքերը։ Արդյոք մաքուր է մեր ձեռքերը, թե չէ։ Հիշում եմ տարիներ առաջ մի անգամ հոլանդացու հետ ինչ որ վրաերթ էր եղել ու ես կանգնեցի, այսինքն ամուսինս էր այդ վրաերթ ունեցել ու զանգել էր ինձ, որ ես իրան թարգմանեմ, ես ասացի, մենք քրիստոնյա ենք, էլի, մենք ոչ կփախնենք, ոչ բան կմուծենք ամեն ինչ, բայց թող ամուսինս տկար էր, գիտեք, այն ժամանակ, թող որ վերադառնա, ես խոստանում եմ ամեն բան կանեմ, մենք քրիստոնյա ենք։ Շուռ եկավ ինձ ասեց, քրիստոնյա, հերիքա խոսակ, ասում է, ես բելաստինգ դինստում եմ աշխատում, թաքսերի տեղը, որ ասում է, այնքան քրիստոնյաների գիտեմ, որ սուտ գումարներ շորթող ու այնքան ցավոտ էր իմ համար, սիրելիներս։ Մաքուր ենք արդյոք մենք մեր ֆինանսների մեջ, մեր թաքսերի մեջ, մեր բելաստինգների մեջ։ Ինչ հետաքրքիր է, Աստված ասում է, որ ես ընդունում եմ նման երկրպագությունը։ Իմ ժողովուրդը, ամեն, ինչ ա տենում մեր աչքերը, երիտասարդներ ջան, դուք որ ձեր մոբիլները վերցնում եք ու մտնում եք ձեր սենյակներում, գիշերը, որտեղ ոչ ոք ոչինչ չի տեսնում, Աստված կա, որ ամեն բան տեսնում է։ Ինչ ա տենում քո աչքերը։ Էլ չեմ ասում, որ այնքան երիտասարդներ հիմարությունների պատճառով այնքան սխալ դիվային դռներ են բացում, հետո ընկնում են տառապանքների ու ցավերի ձեռքը, սիրելիներս։ Ես ինքս այդ բնակավարում ծառայում եմ ու տեսնում ես, թե ինչ դիվային ուժերի հարձակումներ ա գալիս սխալ ֆիլմեր դիտելուց, սխալ բաներ դիտելուց։ Մենք երկրպագում ենք Աստծուն,
երբ որ մենք զոհ ենք անում մեր մարմնի անդամները, կտոր ենք անում։ Ամեն սիրելիներ ջան։ Այսօր խոսում էր եղբայրներից, խոսում էր նաև թե Աստղիկ քուրս էր խոսում, հանձնվելու աղբերս էր ասում, հանձնվելու մասին։ Աստված ուզում է, որ մենք այսօր հանձնվենք իր նորովի։ Ու գիտեք, երբեմն հեշտ չի։ Ով որ ասում է, որ քրիստոնեությունը դա շատ հեշտ ճանապարհ է, այն հեշտ ճանապարհ չի։ Քրիստոսն ասեց այն նեղ ու քարքարոտ ճանապարհ է, բայց ամենաապահով ճանապարհն է։ Մենք գիտեք ինչքան ենք աղջկաս հետ խոսում, մենք էլ շատ նեղություններով կարող անցնենք, բայց ես ասում եմ, այս ամենաապահով ճանապարհն է, որ մեզ կմցնի երկինք։ Եթե դու լուրջ չես Քրիստոսի հետ, թանկագին քուրս ու աղբերս, հիշի, կյանքը այնքան արագ անցնում։ Քույրիկս երեք տատիկիս նկարներն էր ուղարկել, գիտեք մերոնք Արգենտինայեն ապրում, ու որ տատիկիս տեսա վաղուց մահացել է, արցունքներս գնաց, ու ասում եմ Աստված ջան, իրապես որ Աստծո խոսքը ճշմարիտ է։ Աստվածաշունչն ասում է մեր կյանքը թեյնիկը որ վառվում է, գոլորշի է դուրս գալիս ու անհետանում է։ Այդ տենց է սիրելիներս։ Այս կյանքի տարիները անցնում է շատ արագ, ու մի պահ կլինի, որ արդեն կսկսենք հրաժեշտ տալ իրար, բայց մենք գիտենք մենք ուր ենք գնում։ Մեր տունը երկինքն է, ամեն սիրելիներս։ Հավիտենականությունն է մեր բաժինը, բայց այսօր ուզում է, որ մենք Աստված ուզում է, որ մենք ճշմարիտ երկրպագուներ դառնանք, ու ինչպես երգում ենք, վկայենք Քրիստոսին, առաջինը որտեղ Հիսուսն ասում էր վկայեք ինձ առաջինը որտեղ, առաջինը Երուսաղեմում, որն է Երուսաղեմը, Երուսաղեմը քո տունն է սիրելիս, առաջինը քո տանը, ճշմարիտ երկրպագու լինես, հետո Սամարիայի մյուս ծայրերը, հետո դուրս գաս ու տեսնես մյուսներին, կորչող աշխարհին։ Կարծում եմ, որ Սուրբ Հոգին խոսում է ոմանցս սրտերի հետ, չէ սիրելիներ ջան։ Ու Սուրբ Հոգին մեղմ խոսում ու ասում է աղջիկս, տղես, թող այդ քեզ պետք չի, հանձնվի, հանձնի, ամեն։ Ինչ են լսում մեր ականջները, սիրելիներս։ Արդյոք լսում են Սուրբ Հոգու ձայնը մեր ականջները։ Շատ կարևոր է, որ լսեն Սուրբ Հոգու ձայնը։ Մի շատ անուշ համար կա, քուրս որ խնդրեմ այդ համարը գցենք։ Եսայա 50:40, Եսայա 54-ից 5-ը, նայեք ինչ անուշ է ասում սիրելիներս, Եսայա 54-ից 5-ը, գրված է, որ Աստված 54-ից 5-ը, և Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տվել, այսօր մենք ասում ենք Տեր Հիսուս, այն լեզուն, որ քեզ հաճելի չի, մենք զոհում ենք այն։ Եվ մենք ոչ մենակ զոհում ենք ինչ որ քեզ հաճելի չի, այլ ընդհակառակը մենք ուզում ենք ունենալ այն ինչ որ քեզ հաճելի է։ Տուր ինձ ուսումնավարժ լեզու, տուր ինձ բժշկող լեզու, տուր ինձ քաղցր լեզու, որ գիտենամ վաստակածին օգնել խոսքով։ Վաստակածը ով է սիրելիներս, այն հոգնածը, այն նեղությունով անցնողը, երբեմն Տերը թույլ է տալի մեզ նեղություններով անցնել, որ կարողանանք այն նեղություններով անցնողներին էլ հասկանանք, չէ սիրելիներս, թե չես ես մի հատ խոսք ասում, կուշն ինչ գիտի սովածը ինչ ասում, քրիստոնյաներ, եթե դուք անցնում եք նեղություններով, մի մտածեք ինչի է իմ կյանքը այսքան դժվար, ես շատ եմ ասել ինչի է դժվար, բայց հասկացա, երբ որ Տերը ավարտեց իր ժամանակը, ինձ սկսեց օգտագործել որպես անոթ վաստակածներին օգնելու։ Հիմա կարաս ասես դրա համար Սյուզի, իմ համար այդ պատիվ է սիրելիներս, Տիրոջից պատիվ եմ առել վաստակածներին, հոգնածներին, անհույսներին, կոտրվածներին Հիսուս Քրիստոսով ու Սուրբ Հոգով օգնելու։ Նա տվել է մեզ ուսումնավարժ լեզու, թող մեր լեզուն ուսումնավարժ լինի, թող մեր աչքերը տեսնող լինի, թող մեր ականջները լսող լինի, եւ հետո շատ հետաքրքիր է, բա որտեղ են վաստակածները, որտեղ են հոգնածները, էդ էլ է Սուրբ Հոգին քեզ տալի,
Ինչպես ես գտնում վաստակածներին, գրած է, նա զարթնացնում է ամեն առավոտ, զարթնացնում է իմ ականջը, որ լսեմ աշակերտի պես։ Ու ինչ անում, զարթնացնում է ականջ, ասում է Ռաֆո ջան, տղես, գիտես ընդ մի հատ հոգնած վաստակած մեկը կա։ Ես քեզ ուսումնավարժ լեզու եմ տվել, որ Սուրբ Հոգով բժշկես։ Էլեն ջանի աղջիկ, այնտեղ մեկը կա, որ կարիք ունի Սուրբ Հոգու մասին լսելու։ Ուրեմն ականջ, լեզու, տեսնում եք սիրելիներս, ինչքան անուշ է։ Մենք պետք է ասենք մեր ականջը Տեր, ամեն առավոտ տալիս են քեզ։ Լավագույն աղոթքը կլինի ամեն առավոտ, երբ որ մենք զարթնենք, դեռ երբ որ մեր ոտքը չի դրե գետնին, ասենք. Տեր, իմ մարմնի անդամները, իմ աչքերը, իմ ականջները, իմ լեզուն ես հանձնում եմ որպես կենդանի զոհ։ Ցույց տուր որտեղ է վաստակածը։ Ուզում եմ քո փառքի համար ապրեմ, փառքիդ համար ապրեմ։ Ամեն սիրուն։ Ու լսող ականջ ունենք, ապաշխարելու, շուտ փոխվելու, շուտ լսելու, ամեն սիրելիներս։ Մի օր ես դու գիտեք որ շատ անկեղծ եմ ամեն ինչում պատմում ձեզ ու կիսվում։ Մի օր մեքենայի մեջ տուն էի գալի, գիտեք որ ուսուցչուհի եմ, աշխատում եմ դպրոցում արդեն 20 տարի։ Դե աշակերտներն էլ մեկ-մեկ դժվար են լինում։ Ու ավտոյի մեջ նստած էի ու շատ միսակ վրթովված էի, ասում էի, ես ինձ են իրանց պահում, ջղայնացել էի մի հատ դասարանի վրա, ու Սուրբ Հոգին հետս խոսած։ Ու ասեց Սյուզան, փորձի իրանց սիրել։ Ես շոկի եկա։ Ինձ թվում էր թե ես իրանց սիրում եմ, բայց հասկացա որ կա ուրիշ բան, Տեր ուրիշ բան է ուզում։ Երբեմն մեր հետ չի ասում Տերը, հա իսկականից այդ չարաճճիները փորձի իրանց սիրել։ Բայց շատ կարևոր է սիրելիներս, երբ որ Սուրբ Հոգին քո հետ մի բան խոսում է, որտեվ ինքը ասենց միկրոֆոնով չի գալի ականջի տակ գոռում, ինքը քո սրտի մեջ է խոսում։ Դու արագ ասես, դու ճիշտ ես Տեր, ներիր ինձ, ես կփորձեմ, ես կանեմ, ես իմ լավագույնը կանեմ, ամեն սիրելիներս։ Երբեմն Տերը քո հետ էլ է խոսում, ասում է փորձի համբերատար լինի եղիր ավելի, փորձի սիրի ավելի, փորձի հասկացի ավելի, ամեն սիրելիներս։ Այս ամենը կոչվում է երկրպագություն Աստծուն։ Դու գիտեք սիրելիներս, 20 տարի լինելով եկեղեցում ու շատ տարբեր բաներ տեսնելով։ Ես տեսել եմ, իքսել եմ եղել, ես երբեք ոչ մի բան չեմ ծածկում, որտեղ գիտեմ, որ արդար անկեղծությունն է բերում բժշկություն։ Ամեն, անկեղծությունը։ Տեր Հիսուսը միտեղ Հովհաննեսի մեջ է գրած, ասում է, ով որ ամեն չար գործող չի գալի դեպի լույսը, ամեն չար գործող չի գալի դեպի լույսը, բայց ամեն ճշմարտություն սիրող գալիս է դեպի լույսը։ Մտածում եմ, ասում Տեր, չարի հականիշը ճշմարտությունը չի, չարի հականիշը բարին է, չէ, բայց Տերը չի ասում ամեն բարի գործող գալիս է դեպի լույսը, գրված է Հովհաննեսում, գրված է ամեն ճշմարտություն գործող գալիս է դեպի լույսը։ Իսկ դա նշանակում է ամեն անկեղծ մարդ, որովհետև բարի գործող չկա, կոմպլետ մեկն է չկա, մեր հայրն է որ բարի է, ամեն, բայց ամեն անկեղծ մարդ, երբ որ այդ մարդուն Սուրբ Հոգին ասում, կամ իր զուգընկերն ասում, ասում է, այս բանը ճիշտ չի էլի, այս բանը խանգարում է մեր տանը, մեր ընտանիքին, մեր խաղաղությանը, մեր սիրո խնջույքներին, մեր եկեղեցու ընթացքին, մարդը ոչ թե համառը լինի, այլ իր կամքն էլ զոհված լինի Աստծուն, ու ասի ճիշտ ես ասում։ Այդ շատ քաղցր Աստծու համար, շատ թանկ Աստծու համար։ Ամեն սիրելիներ ջան։ Օրհնյալ է մեր Տերը։ Եվ մի ուրիշ բան է սիրելիներ, կտոր անել նշանակում է նաև հանձնվել մի ուրիշ տեսանկյունից է։ Շատ մարդկանց եմ ճանաչում, որոնք անցյալում ցավեր են ունեցել։ Գիտակցում եմ, հասկանում եմ։ Մամայի, պապայի հետ է դժվար եղել, պապայից սեր չեն ստացել, բայց այդ մարդիկ այդ ցավերը իրանց քաշ են տալի իրանց հետ
անգիտակցաբար այդտեղ օգտվում է թշնամին, սիրելիներս։ Ու գոյություն ունի տենց դիվային աշխարհում անգլերեն կոչվում է memory call, հայերեն կոչվում է հիշողության կանչ, որ անընդհատ երբ որ դու չես ուզում հանձնես այդ բանը, թողես, կտրես քեզանից, հիշողության կանչ է անում։ Հա, ասենք դու մերժված մարդ ես եղել, երբ որ դու այդ մերժվածությանը չես հարցերը լուծում, հանձնում Տիրոջը, արմատախիլ անում քո մեջից, ստեղ քեզ մերժեցին, գրում ես ընդեղ են քեզ մերժում, գրում ես ընդեղ են քեզ մերժում, որովհետև դա դիվային ինչ-որ մի բան է, հասկանում եք։ Շատ կարևոր է, հիմա ես դրա մասին չեմ ուզում այսօր շատ բացատրեմ, շատ կարևոր է հանձնել, հանձնի ամեն բան, ցավերդ, հանձնի ցավերդ, անցյալի դառնությունները հանձնի, կտոր արա հանձնի։ Մի անգամ հիշում եմ շատ տխուր էի ու Սաղմոսները երբ որ կարդում էի գրված էր, իմ ամբողջ ներսը փառաբանում է Տիրոջը։ Ու ես Տիրոջը գիտեք ինչ ասեցի։ Տեր, ես նայում եմ իմ ներսը մենակ արցունքներ է։ Ու Տերը ինձ ասեց. «Դուր ինձ քո արցունքները»։ Հանձնի քո արցունքները դուստր։ Եթե քո ներսը լրիվ արցունքներ է, դու չես կարա պարելով փառաբանես ինձ, բայց դու հանձնի քո արցունքները, հանձնի քո նեղությունը, հանձնի ու թող իմ ոտքերի առաջ։ Ամեն սիրելիներ ջան։ Եկեք սովորենք հանձնվել Աստծուն։ Եկեք սովորենք կտոր անել։ Եկեք սովորենք թողել ամեն բան իր ոտքերի առաջ։ Ինքը բժիշկն է։ Ով է հավատում, որ մեր Տերը բժիշկ է։ Ով գիտի, որ ինքը բժիշկ է, իմ թանկ քուրս, իմ թանկ աղբերս, ինքը բժիշկ է, ինքը հավատարիմն է։ Ես 2 երեխա ունեմ, 4 հատ թոռնիկ ունեմ, բոլորը անչափ քաղցր են իմ համար, բայց կա մեկը, որ ամենաքաղցրն է, նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Ինքը ամենաքաղցրն է։ Չմտածես, որ քո երեխեն քեզ կարա լցնի, չմտածես մամադ քեզ կարա լցնի, կինդ կարա քեզ լցնի, ամուսինդ կարա քեզ լցնի, քեզ լցնողը ինքն է։ Հավատարիմ է ինքը շատ, սիրելիներս։ Ամեն։ Այն քո ընկած տեղից քեզ կկանգնացնի, ուսերդ էլ կասի դուստրս ուղի, ու հիմա առաջ պատմելու Քրիստոսի մասին այս կորչող աշխարհին։ Օշնյալ լինի իր անունը։ Ամեն սիրելիներս։ Ես մի փոքր էլ առաջ գնամ ու ավարտեմ, սիրելիներ ջան։ Գիտեք սիրելիներս, առաջի անգամ երկրպագություն բառը գրված է Ծննդոց գրքում։ Մենք խոսում ենք, որ երկրպագությունը դա ինչ որտեղ նաև զոհ է, ոչ թե նաև զոհ է, դա զոհ է, սիրելիներս։ Տեսեք, օրինակ մենք զոհ ենք անում, որ այսպես ենք ասում, գանք, եկեղեցի մեր ժամանակն ենք տալի։ Բայց ինչքան ցավոտ է, որ Տերը ամեն բան արեց, բայց մեր ժողովուրդը այդ ժամանակը չեն ուզում առանձնացնեն Տիրոջ համար։ Միշտեր Աստված ամեն բան է ուզում։ Սյուզան, ես քեզնից չեմ ուզում մի բան, ես քեզնից ամեն բան եմ ուզում, ամեն բան, բայց փոխարենը Տերը տալիս է իր խաղաղությունը, ուրախությունը, որ ամեն մտքից, ամեն դժվարությունից վեր է, ամեն սիրելիներս։ Ծննդոց գրքում, եկեք բացենք այս համարը, գրված է 22-ի 2-ում, այս պատմությունը բոլորը շատ լավ գիտենք Աբրահամի մասին է։ 22-ի 2-ում Աստված Աբրահամին ինչ է ասում։ Աբրահամ ուզեցավ փորձի Աբրահամին Աստված եւ նրան ասաց. «Առ քո սիրած մեկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մորիայի երկիրը գնա եւ այնտեղ նրան ողջակեզ արա, զոհ արա այն սարի մեկի վրա»։ Գիտեք սիրելիներ, Աբրահամը Իսահակից ավել ոչ ոքին չէր սիրում։ Ինքը Սառայից ավել էր իր տղուն սիրում, ինքը իր հարստությունից ավել էր իր տղուն սիրում, ինքը ամեն ինչից առավել իր տղուն էր սիրում։ Այն քո սիրած միակին, ունես քո սրտի մեջ սիրած միակ, հələ մի հատ նայի ունես, Տերն ասում է իրան էլ տուր ինձ իրան էլ, ամեն բան տուր ինձ, ամեն սիրելիներս, ասում է վերցրու ու գնա ու հետաքրքիր է, որ Աստված
3 օրվա ճանապարհ պետք է Աբրահամը գնար, էմոցիոնալ բաներ չէր անում։ Եղել է, չէ, եկեղեցում էմոցիոնալ բաներ են կարել, հետո գնացել ենք տուն փոշմանել ենք։ Իրան ժամանակ է տալի, էմոցիոնալ չի անում ինքը 3 օր քայլում է։ Ու ասում է Տեր, քեզանից թանկ ոչ մեկը չունեմ։ Գիտեմ, որ դու իմ տղուն այդ բանը չես անի, քարերից էլ Իսահակին վեր կբարձրացնես, ես գիտեմ, բայց որպես իմ սիրո նշան, այս 3 օրը ես քայլում եմ իմ տղուս հետ ու պետք է գամ իրան զոհեմ քեզ։ Դժվար բան է, չէ՞, սիրելիներս։ Մի անգամ որ կարդում եմ եսի Սուրբ Հոգու ներկայությունով այնքան եմ լացել, պատկերացրեցի, ամենքս ունենք մեր սիրած երեխեքը, էակները։ Եվ հետաքրքիր է, որ գրված է, երբ որ հասան այդ Մորիայի սարը, նայեք գրված է 22-ի 5-ում, քուրս որ գցես, Աբրահամը իր ծառաներին ասեց. դուք այդ էշի հետ այստեղ մնացեք, եւ ես տղան միջև այնտեղը գնանք եւ երկրպագություն անենք։ Երկրպագություն անենք։ Առաջի անգամ երկրպագություն բառը գրված է, երբ որ Աբրահամը որոշեց զոհել իր տղուն, երկրպագել, հանձնել, տալ, պոկել, ամեն սիրելիներս։ Ուրեմն մենք հիշենք մեր կյանքում, երբ որ դու ինչ-որ մի բան անցնում ես, ասում ես Տեր, ես ընտրում եմ զոհել, ընտրում եմ թողել, ընտրում եմ հանձնել, ընտրում եմ լռել, ընտրում եմ համբերել, ընտրում եմ Տեր, դրանով դու երկրպագում ես Աստծուն։ Մենք չենք երկրպագում Աստծուն մենակ եկեղեցում, բեմերի վրա կամ բեմերի տակը, մեր կյանքը երկրպագությունը։ Երբ որ դու ընտրում ես քո տկար կնոջ կամ ամուսնու հետ քայլել, ապրել, դժվար է, բայց դու ընտրում ես քո դժվար երեխու հետ, միգուցե խնդիրներով ինչ որ մեկի հետ, հիշի քուրս ու ախպերս, թող ոչ մեկ քեզ չխաբի, դու երկրպագում ես հենց այդտեղ Աստծուն, քո կյանքով, ամեն սիրելիներս։ Երկրպագում ես Աստծուն հենց այդտեղ։ Ամեն։ Ես ինչ շատ ես բացվել է, նաև այն ժամանակ, երբ որ ես գիտեք 20 տարի ամուսինս անկեղծ խոսում եմ, հիվանդ ամուսին եմ ունեցել ու շատ դժվար օրեր ենք ունեցել, շատ։ Բայց ես միշտ զգացել եմ, որ այդ խաչի ճանապարհը անցնելով, ինչ որտեղ լուր, ցավոտ, դժվար, բայց այդ ամեն ինչով սովորել եմ երկրպագել Աստծուն։ Ես անգամ լսել եմ ոնց է Սուրբ Հոգին ասում, Սյուզան, ես գիտեմ, որ դժվար է, գիտեմ, որ ցավոտ է, բայց դու ստեր, այդ մի հատ անուշ բուրմունք է, որ բարձրանում է։ Ես անգամ այդ պահերը եղել, ոչ թե եկեղեցում եմ եղել, այլ հիվանդանոցներում եմ եղել։ Թանկագիններս, թողվես ոչ ոք չխաբի, չշեղի, երկրպագում ենք մենք մեր կյանքերով, մենք մեր խոնարհություններով, մենք մեր համբերություններով, մենք մեր Տեր, անգամ որ դժվար է, հանձնվում եմ քեզ, թողես իմ կյանքը անուշ բուրմունք ու պատարակ բարձրանա քո աչքերի առաջին, ու դա տենց էլ լինում է, բայց հավատարիմ է Տերը, որ մեզ հանում է ու վերել է բարձրացնում ու մեզ դարձնում է իր վկան, ամեն սիրելիներս։ Ամեն օրհնյալ է մեր Տերը, սիրելիներս, քուրս ու ախպերս, հեշտ չի լինելու քո ճանապարհը, բայց հաղթական առնելու քո ճանապարհը, ոնց որ Ռաֆայել ախպերս էր ասում, մենք հաղթանակից ենք շարժվում, բայց այս ճանապարհին մենք կերտվում ենք, մենք սովորում ենք դառնալ երկրպագու, մենք սովորում ենք զոհվել, ինչ որ չափով զոհել մեր անձերը, մեր անդամները Աստծուն, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա նաև լցնել մեզ ու զորավոր գործածել, ամեն սիրելիներս։ Գրված է նույն էլ Դավիթ թագավորի, նայում եք, անգամ որ համեմատում ես, այնքան Աստվածաշունչը այնքան ռեալ է, Սավողին բռնեցին, բերեցին, դարձրին թագավոր, ավիրեց, փշրեց, բացի իր անձի, եսի, մեծամտության մասին ոչի բան չհասկացավ, ինչի, որովհետև հեշտ բերին գահադրին տակը, Աստված տեսավ, ասել, չէ, էլ սենց չեմ անի, Դավիթին պիտի տանեմ հիմա մի 10 տարի գնաց, որտեղ ժայռերը,
մտավ ժայռերը, ընդեղից երգում էր Աստծուն, սաղմոսները կարդում է, սիրում եմ այս գիրքը, գիտեք ինչի, ով որ նոր է, այս տան մեջ տեսնում եմ նոր երիտասարդներ կան, սիրում եմ այս գիրքը, որտեղ այս գրքում պատմվում է ամեն բան, սիրելիներս, մեր կյանքի մասին, այս գիրքը երբեմնի հառաչանքների, սաղմոսները կարդում ես, աղաղակների, ցավերի գիրք է, բայց այս գիրքը նաև հաղթանակների գիրք է, այս գիրքը նաև զոհերի գիրք է, այս գիրքը նաև փառավոր ավարտի մասին է գիրքը, այս գիրքը մեր կյանքերի մասին է, ամեն սիրելիներս, կարդացեք այս գիրքը, ու միշտ հիշեք, այս գիրքը եւ մեր ընթացքը մեզ ապահով կհասցնի իր վերջնակետին, դու միշտ հիշի դու ապահով ես Քրիստոսի մեջ, ամեն։ Եվ գրված է այս երկրորդ թագավորացում 24-րդ գլուխ 18-24 բ թագավորաց 24-րդ գլուխ 18-24 Ես էլ պատմեմ սիրելիներս ինչի մասին է Դավիթ թագավորը սխալ է գործում արդեն թագավորը ալնում մարդկանց հաշվում է ինչի համար, որ տենա թե պատերազմի ինչքան մարդ ունի, իսկ դա Աստծո աչքերին հաճելի չի թվում, ինչի, որովհետև Աստված ուզում է, որ մենք իրան միշտ վստահենք, ոչ թե մեր ուժերին վստահենք, այլ իրան վստահենք, ոչ թե մեր կարողություններին վստահենք, այլ իրան վստահենք, ամեն, Դավիթը հաշվում է, այսքան մարդ ունեմ, ուրեմն ուժեղ եմ թշնամու առաջ կանգնած, ու Աստծո դուրը չի գալի դա, ամեն, վստահենք իրան սիրելիներս, վստահի քո կյանքը, երեխեքի, թորնիկների, մի բան, որ դու կարաս անես, դու կարաս աղոթքով կառուցես իրանց, պաշտպանությունը կանչես, ամեն, վստահիր Տիրոջը, ու երբ որ Դավիթը սխալվում է, հաշվում է, Աստված բարկանում է, ու ասում է ընտրի 3 բան, ասում է կամ թշնամիները քեզ կհալածեն, կամ 3 օր ժանտախտ կլինի, կամ 7 տարի սով։ Դավիթն ասում է լավ ինչ կլինի, ավելի Աստծո ձեռը ընկնեմ, քան թե թշնամիների ձեռը ընկնեմ ու ընտրում է ժանտախտը, պատմություն։ Ու մարդիկ ժանտախտ են ընկնում, մեռնում են, մի խոսքով, հետո Գադ մարգարեն գալիս է ու ասում է Դավիթը ապաշխարով սիրտ ունենում, միշտ ասում է սխալվել եմ, Տեր, հետո որ տենում է այդ մարդիկ մեռնում են, ասում է Տեր, ինձ զարկի, ինչի ես մարդիկ անմեղ են, Տեր, խնդրում եմ, ես եմ մեղավոր։ Ու Գադը ասում է, որ զոհ արա, ողջակեզ արա, մի խոսքով։ Հիմա նայեք սիրելիներս, գրված է, որ Դավիթը գնաց 24-ի 19-ից, Դավիթը գնաց Գադի խոսքի համեմատ, ինչպես Տերը հրամայել էր, և գնում է Ոռնան մարդ հալնում կալը և ասում է այդ Ոռնային, ասում է ինձ, ես ուզում եմ զոհ անեմ ու ինձ համար պետք է որ Տիրոջ համար սեղան շինեմ, որպեսզի հարվածը դադարի։ Ոռնան 22 համարից ասում է Դավիթին, թող թագավորը վեր առնե ու զոհ մատուցանե, ինչ որ հաճո է իր աչքին, ահա եզները ողջակեզի համար և կամնասայլերը և եզների գործիքը փայտի համար։ Ոռնան, որ տերմա թագավորը եկել է, ասում է Դավիթ ջան, ոչ մի գումար պետք չի, ոչ մի բան պետք չի, ասում է հեսա առ եզները, առ սայլերը, առ գործիքները ու զոհարա քո Աստծո համար զոհարա, բայց Դավիթը հետաքրքիր պատասխան է տալի 23-ի վերջից։ Դավիթը ասում է Ոռնային, ոչ, այլ քեզանից պիտի ծախու առնեմ և ես ձրի զոհ չպիտի մատուցանեմ Աստծուն։ Եվ Դավիթը ծախու առավ կալը։ Դավիթը ասում է, չէ, ես պիտի ծախու առնեմ, ես ձրի զոհ չպիտի մատուցանեմ Աստծուն։ Քավ լիցի, որ ես մի բան ձրի զոհ անեմ Աստծուն, ամեն։ Դու կարող ես մտածում ես իմ կյանքս զոհաբերել եմ Աստծուն, իմ ամբողջ կյանքս տվել եմ, եկել եմ Տիրոջ տուն, անցել եմ նեղություններով, քաղցր քուրս ու աղբերս Աստված տենում է, ու այդ զոհը իր համար շատ անուշահոտ է, բուրումնալից է,
Ամեն սիրելիներս։ Ասում եմ ես ձրի զոհ չեմ անի Աստծուն։ Ես հիշում եմ սիրելիներս, երբ որ երիտասարդ էինք, գնում էինք ազեցեները ավետարանը քարոզելու, ամուսինս դեռ կար, ու հիշում եմ, որ ինքը այն ժամանակ ռոլատորով էր, ու մտնում էինք ազեցեները, մինչև իջնում էինք, մինչև գնում էինք ու մարդկանց Հիսուսի մասին էինք պատմում, հետո գալիս էինք տուն արդեն հոգնած, էլ վրեկներս հալ չկար։ Բայց ես ուրախ եմ ամեն զոհի համար, ինչ որ մենք արել ենք Աստծուն, ամեն զոհի համար։ Զոհա, երբ որ դու քո թորնիկներին ես նայում, սիրով, առանց տրտնջալու, զոհա, երբ որ դու քո երեխեքին ես մեծացնում Քրիստոսով, առանց տրտնջալու։ Դավիթն ասում էր, «Քավ լիցի, թե ես մի բան ձրի անեմ»։ Մեր մոտ սիրելիները շատ սխալ է, որ մենք առանձնացնում ենք մեր կյանքը եկեղեցական ծառայություններից ու կյանքից, դա շատ սխալ է։ Դու հասկացի, որ ամեն բան սկսվում է քո փոխհարաբերություններից, ընտանիքում, քո բարեկամների, հարազատների, ընկերների եւ ամեն մեկի հետ, ամեն։ Եվ Տիրոջ հոգին ինքը նաև զոհաբերող հոգի է։ Մենք դա գիտենք, չէ՞ սիրելիներ։ Եվ այս Որնայի կալը գտնվում էր Մորիա սարի վրա, եւ Աբրահամը իր տղուն բերեց զոհաբերելու Մորիա սարի վրա։ Եվ մնացորդած գրքում, երբ որ Սողոմոնը սկսեց կառուցել Տիրոջ տաճարը, Մորիայի սարն էր էլի։ Հասկանում եք։ Եկեղեցին չի կարա կառուցվի, եթե չունենա զոհաբերող հոգի։ Զոհաբերող հոգի։ Տիրոջ տունը կառուցվում է ոչ թե խելքի մեծության վրա, ոչ թե որ այս գիրքը անգիր եմ արել այստեղ հավաքել եմ։ Այս չի կարևոր սիրելնես, էս է կարևորը։ Սիրտն է կարևորը։ Զոհաբերող հոգին է կարևորը։ Ամեն։ Աստված մարդ է մանգալի, ճշմարիտ երկրպագուներ։ Ամեն։ Աստված մարդ է մանգալի, ճշմարիտ երկրպագուներ, ովքեր որ ունեն զոհաբերող հոգի։ Ու եթե քեզ գտնի, շատերին կապրացնի սիրելիներս։ Եթե համաձայնվես այդ գինը վճարել, եթե համաձայնվես կտոր անել, դու կարող ես ոչ միայն երգել, որպեսզի վկան դառնամ Քրիստոսի, այլ դու կդառնաս վկան Քրիստոսի, քո շրջապատում, քո ընկերների մեջ, աշկերտ վեր բարձրացրա, հələ նայ ոնց են կոտորվում, ժողովուրդը կոտորվում է դեպրեսիայի մեջ, կապանքների մեջ, նարկոտիկի մեջ, ալկոհոլի մեջ, բաժանությունների մեջ, աշկերտ վեր բարձրացրում։ Տերը այսօր քեզ կանչում է, որ դու մարդ դառնաս։ Գուցե դու չկանգնես այստեղ միկրոֆոնը բռնես, բայց դու ծածուկում օգնես ու ապրեսնես մի քանիսին Քրիստոսի զորությունով։ Ամեն սիրելիներս։